Սրտի տանիքներով Մուսա Production Բայց հյուրս հզորագույն երգչուհի է, հզորագույն ձայնով ու դատարկաձեռն չի եկել ու գիտեք ինչ ա մեզ բերել Ես չեմ կարա դատարկաձեռ ոչ միտեղ գնամ, գիտես որ ասմա սրտանց ամենան բարև Գեղեցկուհի ու ոնչից է խոսում երեխեք ջան իհարկե ես մեր թվարկությունից առաջ եմ իրան հիշում ու հիմա եմ տեսել շատ ուրախ եմ քեզ տեսնելու Շնորհակալություն ժինգալով հաց ես չէ' Ոչ միայն ժինգալով հաց այլ նաև թրթերուկ որ մեր արցախյան ամենահամով ուտելիքներն են որոնք հենց որ ժինգալով հաց ուտում ես հետո ես ուտում էլի Հասկացա Այս հատուկ ցես համար ինձ շատ հարազատ մարդ հա թխել եւ որ Երախտապարտ ենք մեր ամբողջ թիմով երախտապարտ Ես հիշում եմ Արցախի ձայնով, երբ որ դու երգի թատրոնում կանգնեցիր բեմում, ցնցեցիր բոլորիս քո ձայնով, բայց դու ամենից համեստ երգչուհին էիր, որովհետև դու երկար հագուստով էիր, ու ես այդպես եմ քեզ հիշում։ Հետո մենք տարիներ հետո հանդիպեցինք, դու շատ համարձակ, կարճ, շատ կարճ կիսաշրջազգեստ ու ես ուզում էի հասկանալ ինչ շրջադարձ է տեղի ունեցել Գայայի հետ Արզումանյան։ Կարամ ասեմ ինչ շրջադարձ եղավ, որովհետև այդ ժամանակ դու լավ գիտես չաղեմ Իսկապես դա էր, բայց ինձ թվում է նաև մենք խոսում ենք դու ասիր որ պապան շատ ավանդապահ էր, այսինքն շատ խիստ էր, այդ հագուստի վրա էր ազդում թե միայն երգելու, երգչուհի լինելու։ Այո, չէ, մեր ընտանիքում չկար այդ ադաթը, որ ասեն կարճ հագավ, ինչու կարճ ինքը շատ ազատ է մտածել այդ կերպով իմ պապան, բայց կան ադաթներ, որոնք իրանց համար կա երգչուհի բառը ասոցացվում էր ուրիշ բանի հետ իրանց համար, իրանք որ sense մի քիչ ուրիշ ցիվիլիզացիայի մարդիկ էին, sense մի քիչ ուրիշ ընտանիք էր, տեղը sense ավելի Պատիվ չէր բերում երգչուհի աղջիկ ունենալը։ 5 հատ երեխայից մեջը մեկը երգչուհի չի կարա տես բան լինի, էլի մենք 4 աղջիկ մի տեղ ենք, տենց ասեմ, շատ մեծ ընտանիք ենք։ Բայց Արցախի ձայնի ժամանակ նայ ունեի ոչ թե կոմպլեքսներ, այլ ունեի հասկացողություն, որ բեմին չաղությունս փակելու համար պետքա որ ամեն ինչը փակ լինի։ Ես եղել եմ 89 կիլո։ Իսկապես։ Այո։ Ես գեր չեմ հիշում քեզ։ Ես հիշում եմ, որ դու նիհար չէիր, բայց գեր չէիր։ Դու ինչ ես հիշում, Սևանում։ Նույնիսկ կոպալիկ չէի ակտում։ Թակում էի ակնում։ Կանչի Գրիգորիչից մի հատ հետաքրքիր պատմություն պատմեմ տեղից Արցախի ձայնի ժամանակ իր դաչայում փորձեր էինք անում ու հանգստանում էինք ամաչում էի կոպալիկով մտնեի բասեի որտեղ չէի ուզում ոչ մեկից տեսնել առավոտ ժամը 7-ին սուսուփուս արտանում էի սա քնած էի կոպալիկը սակած մտնում էի ջուրը բայց Գրիգորիչը բռնցնում էի հետո հասկացա որ ես եւ լողանալ չգիտեմ այդքան լավ ու ես կոպալիկ չեմ ամաչում եմ ակնեմ բայց միշտ բոլորի համար էդի եղավ էլի եւս մի քանի տարիներ անց Գրիգորիչին իր կաբինետում տեսանք խոսալուց ասեց ես չհասկացա դու որտեղ թռար տենց տարար որտեղ քեզ հիշում ենք այն աղջկան որ ամաչում էր էսի հակներ խոսացնում ենք թշերը կարմորում էր ինքը այն աղջիկն էր որ ոչ մեկի հետ տենց շատ չեմ շփվել ճիշտ է քո ասած այդ ժամանակն է որ մի հատ աղջիկնակ հայտնվեց Երգի պետական թատրոնում նույնիսկ երկրորդ օրը ընդունվեց որպես սալիստկա թատրի էստրադի տենց ասել դու ընդունված ես Երգի պետական թատրոն որպես մեն երգչուհի արդեն դա բոլորի երազանքներ այդ ժամանակ բոլոր ես կարամ ասեմ այդ կանաչ գոտում գտնվող բոլոր երգիչների նույնիսկ Արցախի ձայնի մեր երգիչների ու ինքը ինձ մի հատ օր ասեց տենց ընդունվել այ մոտ Ինգան Անուշ Արշակյաններ եւ դու տենց ընդունվեցիր իմ մոտ իրանք հելան իմ համերգին երգելուց
ընդունվեցին, ես իրանց ընդունեցի, տենց առաջի փորձին երկիպետականի ես քեզ ասում եմ, որ դու մեն երկչու ես, դե այդ ժամանակ արդեն Լիրա Կուբատովնան ինքը տենց արդեն հələ որ կար այդ Արցախում ապրելու, իմ Երևան ապրելու, տենց խնդիրներ շատ ունի, որտեվ պապաս հաստատ չէր թողի ես այդ ժամանակ Հայաստանում, հա, ապրելու, Երևանում ապրելու։ Բայց որ արդեն գնահատված ես քեզ զգում, գիտես, որ դու այն երկչուին ես, որը քեզ տես բոլորը սիրեցին, մեկ-մեկ հիշում եմ հիմա դե բոլորի հետ արդեն ընկերական այն ժամանակ մեզ համար բոլորը գիտես թե որ գալիս էին երկիպետական այդ արտիստներով արդեն հասած են եղել այդ բարձունքները մեզ համար եղել են վաու մենք իրոք տեսել ու տենց սկսվեց այն ժամանակ որ բոլորի միակ բառը որ հիշում եմ ինչև առ այսօր երկիպետական թատրոնի ու բոլորը ասում են աչքերներս փակում ենք գիտենք թե Հյուսթոնն է երգում տենց մեր Սերոգա Գրիգորյան կհիշես մեր Սերոգը ինձ անվանել է Գայան Հյուսթոն ժամանակ, բայց ասեմ, տենց հիշողություն շատ ունեմ, որ տենց պատմենք ես ու դու օրներս էլ անցնելու, բայց իրականում շնորհակալ եմ այդ մարդկանց, որոնք ինձ տվեցին մի հատ տենց մեծ տրամպլին ուղի, որտեղ ես սկսեցի տեղից ու հասա այսօր այս ամենին, ինչը ես կարողացա ունենամ որպես անձ, որպես ոչ թե երկչույն Գայան Արզումանյան, դա արդեն ուրիշ պատմություն է Գայա Արզումանյան երկչուհի, այլ որպես երկչուհի, որը անցավ մի մեծ դպրոց, որը ես շատ շնորհակալ եմ, ես իրան շատ կարոտում եմ, մեկ-մեկ ես ռեալ ասում եմ իր այդ խորհուրդները, իր այդ նույնիսկ խոսալը մինչև առավոտ 8-ը կարոտում եմ։ Ահա վտար։ Գիտես, որովհետև Գրիգորիչի խոսքը շատ մեծ արժեք ուներ յուրաքանչյուրիս համար։ Իր ամեն մեկ բառը ես էլ եմ իրեն շատ կարոտում ու առհասարակ այն օդը, որը որ տիրում էր երգի թատրոնում ու ես շնորհակալ եմ Մանեին, որ այսօր երբ որ ես էլի մտնում եմ երգի թատրոն, այդ ջերմությունը, այդ որակը երաժշտական, այդ ներկայացումները, այդ շունչը կա։ Ես գիտես հասկացա, որ ներկայացում նայելուց ինձ թվում էր ես ուղղակի տարիները չկան, ես հետ եմ գնացել։ Անկեղծ եմ ասում, ինչ-որ անհասկանալի բան հետս տեղի ունեցավ ու այնտեղ Սոնան էր Ռոբինյան նստած արդեն հիմա չեմ թվի, բայց ամենայն դեպս մեր ընկերներից որ նայում էիր որ փոքր էին քեզ հետ հետո արդեն կայացած այսօր երգիչ երգչուհիներ են, բայց Գայ, կուզեմ հիշես մանկությանդ այն դրվագը, որը որ լինում է, չէ՞, մի հատ դրվագ մանկության, որը որ բարբերաբար մենք վերապրում ենք, մեր հիշողության մեջ արթնանում է, որն է այդ ակնթարթը։ Տխուր պատմություն է ինձ համար մանկությունը, բայց ես իրան հիշում եմ հիմա լավ, գիտես ինչի, որովհետև կերազեի թող լիներ այդ պատերազմական տարիները, թող բոլորը տենց պատերազմը տեսնեին մանկությունից ու հաղթանակած երկրի պատերազմ տեսնեին, քան հիմա։ Ունեմ շատ հետաքրքիր պատմություններ իմ նկողների կյանքից, իմ ապրումներից նույնիսկ, այն որ արդեն կրակում էին, որ քո մաման, քո պապան քեզ շպրտում են մեկի վրա, որ մեկը բռնի, որ այդ տնից դուրս գաս, արդեն չմնաս այդ փոսի մեջ, այդպիսի այնքան բաներ կպատմեմ, ուղղակի ռեալ էդի հենց մերն է, մեր հոգում է, մեր ներսում է, ես գիտեմ, որ դա իմ հետ գնալու է, չի ուզի որևէ մեկը պես մանկություն տեսնի, մանկության հետ կապված մենակ դա չի, այլ հենց հոգեբանորեն որպես դու երեխա, քո հայրենիքը տեսնելով այդ իրավիճակում նույնիսկ այսօր որը ես դա անցել եմ, ինձ համար ամենացավոտը էդ է։ Եթե նույնիսկ դա ես անցել եմ ու հաղթանակած ենք դուրս եկել, մենք համարում ենք դա ամենալավ մեր մանկությունը, որտեղ մենք չգիտեմ, մեջս գիտես ինչքան տենց հզոր եմ զգացել։ Ես որպես այդ միջև առ այսօր ես այդպես եմ, ես ինքս ինձ չեմ կոտրում, չեմ ուզում թուլանամ, որովհետև ես այդ դարի երեխա եմ։ Այն դարի երեխան եմ, որ 30 տարի հաղթանակած երկրի աղջիկնակ եմ եղել ու համարում եմ մինչև այսօր, եթե ես 15 տարի ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում, 15 տարվա մեջ ես կարողացել եմ այնպես անեմ, որ մինչև առ այսօր ես կամ որպես արցախցի Գայա Արզումանյան։ Ես դա իմ համար շատ մեծ արժեք ունի, իմ կյանքի մի հատ մեծ լուման է, որը ես սենց թողել եմ իմ կյանքում, կարող է էլի թողեմ, բայց կուզենամ վերադառնալ կուզենամ։
չեմ ցանկանա անցնեք, բայց կուզենամ այդտեղ լինենք բոլորս, այդ նկողում լինեմ, մամայիս, պապայիս կողքը լինենք ու իմ տանս կողքը լինենք։ Չգիտեմ, կարող է եւս Աստված այսօր դա լսում է իմ ասածները, ես տենց հավատքով ապրելու եմ իմ կյանքի վերջի շունչը, որ մի օր եւս կարող է հայտնվեմ այնտեղ, չգիտեմ։ Ոյ, Գայ, իսկ այդ վախի զգացումը կար փոքրուց։ Այդ տագնապի ազդանշանից, այդ աղմուկից։ Որ սկսվել է կռիվը, եղել եմ 6 տարեկան։ Հիշում եմ, որ մենք դա չէինք հասկանում, հələ։ Մենք հասկանում էինք, որ ինչ որ բան է կատարվում, բայց բոլորին իջացնում էին նկողներ, բայց իմ պապիկս մեզ չէր թողում մենք նկող իջնեինք, ասում էր Արզումանով հենց թորները ինչ նկող, տենց բան չկա, տենց ինչ որ մի բան, գիտես ինչ, բայց հիշում եմ ամենասիրուն պահերը այդ ժամանակ, որ իմ պապիկս մեզ 5-ին սենց նստացնում էր, մեր եղբայրը հələ փոքր նոր ծնված էր, կլներ մի ամսական, 2 ամսական, ու ինքը հեքիաթներ էր պատմում։ Այդ աղմուկի մեջ։ Այդ աղմուկի մեջ իմ հոպարս հաշվում էր քանի հատ ալազան գնաց որ կողմա, ու ինքը բայց բարձր պատմում էր, որ մենք այդ պատմության տակ քնենք։ Մինչև որ կողքի շենքը մեջից կիսեց արդեն անհնար էր։ Այդ օրը, որ ասում եմ, հիշում եմ, որ ես արդեն հիշում եմ, այստեղ աշորից ոնց են բոլորի շպրտում իրանց հակած պիժամաներով, որ այսպես որ երեխեքին շուտ պիտի իջացնեն նկուղը։ Անցած շատ բաներ կան, որոնք իրականում մեկ-մեկ բոլորը տենց ասում են, ինչ են խոսում, ինչեր են պատմում, իրականում դա պատմություններ չէ, դա իրականությունն է, որը մարդ ռեալ իր կյանքում ունեցել է, Աստված չտա, որը մեկը դա ունենա, հավատացել։ Այս վերջի իրադարձությունները вообще չեմ ուզի որևէ մեկը իմանա, որովհետև այնինչ ես ապրեցի որպես արդեն քրոջ երեխաների, պապայիդ, մամայիդ, որ դու մի ակնթարթ մտածում ես գնալ, որ всё, դու իրանց կյանքում կարաս չտեսնես։ Ես մտածում եի, որ ավարտվեց կյանքս։ Ես էլ ապրելու իմաստ չունեմ այս կյանքի, որ դու մամայիդ հետ մի հեռախոսի մեջ խոսում ես, մեր հետ ներից ասում է, չգիտեմ, ձենդ կլսեմ, թե չեմ լսել։ Չեմ ուզում, ռեալ չեմ ուզում։ Չեմ ուզում ոչ մի բանից խոսամ, տենց ասենք երկար բացատրեմ մեկին, ասեմ, գիտես ինչ, մենք անցել ենք էսի, չեմ ուզում, ռեալ, որտեվ դուք մեկը չեն հասկանալու դա, իրանք չգիտեն դա ինչ է։ Ոչ մի մարդ մինչև չի անցնում, դա չի հասկանում։ Ես որ հրապարակում կանգնած ինձ զանգեցին, ասեցին, փեսատ մահացել է։ Աշխարհը, նայ, ասում ես փեսատ, չէ՞, մարդ կա, մի քիչ ուրիշ ձև է հասկանում, բայց այդ արտահայտությունից կողքս եղել է Երկչույլ Լուսինե Պողոսյանը, Ռազմիկ Ամյանը, իրանք տեսան ես ինչ եմ ապրել հրապարակի մեջտեղը, ու ես հասկացա, որ ռեալ այն որ ես եմ որպես մանկություն ունեցել, դա ծաղիկներ է, որը ես, բայց փառք Աստծո, իրան հանեցին, գտան իրան այդ նկողներով, որտեղ իրանք մնացել էին, որ հանձնվում էր արդեն երկիրը, բայց հիշում եմ, որ քուրս մի բառ ասեց, ես քեզ խնդրում եմ երեխաներիս հանի քաղաքից, խնդրում եմ, երեխեքս թող ապրեն, ուրիշ բան չեմ ուզում, չեմ ուզի ոչ մեկը դա հասկանա, ինձ գնա դրանով ապրի, չեմ ուզում իմ ցավը ինչ որ մեկը դա ընդունի, ասի, տենց պիտի լինի, օրինակ դու կողքս նստած ես, հուզվում ես, ես գիտեմ դա ինչ կարա քո համար լինի հիմա, բայց ինձ համար այսօր ռեալ այնա, որ ես ռեալ չէի ուզի դու դա տեսնես։ Այ եթե մենք հայերս ապրենք տենց, որ իրականում չուզենանք մեկս մյուսի ցավը տեսնելու ու ապրելու, կարող է եւս մենք այսօր մեր հայրենիքում լինեինք։ Այն տղաները, որ պարկած են այնտեղ, ես չգիտեմ։ Ես իրանց սաղ ամբողջ կյանքս երախտապարտ եմ լինելու, որտեղ իմ հողի համար են իրանք իրանց արյունը տվել։ Ես իրանց համար, չգիտեմ, սաղ կյանքս երգելու եմ իրանց համար։ Կերքես այս տանիքում մի հատ որ խնդրեմ։
Հերոսներ այսօր էլ կան, որ կրկին փրկիններ կան, ու արյամբ ստորագրեցին, որ այսօղն է հայկական, այայի երկիր Արցախ, ապան քեզ լինի մատաղ, դու աղոթքեց ինձ համար, դու ավերժ իմ գանձուսար, քո սպիտակ վանքի զանգով, հաշտապրես ամբողջ ազգով, մենք ծնվել ենք այս օղում, իրանց համար, սաղ կյանքս, ինչքան շնչ եմ ապրեմ, կհիշես մեր գյուղը, պրոյեկտ, ես խաղացել եմ տատիկի դեր, իմացար, այն ժամանակ չի հասկանում ինչի համար ինձ տատիկի դեր տվավ, հետո եմ հասկացել, որ ինչի ինքը այդ դերը ինձ տվեց, որտև իմ ձայնս ու իմ արտաքինս համապատասխանում էր, էլի 19 տարեկան աղջիկը տատիկի շորերով, ահավոր նեղվեցի, ահավոր մեջս տենց շատ վատ աշուշենյաներ ունեցա ու որոշեցի, որ չի կարա կողքի երկչուհին հագնի շատ սիրուն շորիկ, ես տատիկի շորիկով երգեմ։ Ու մի տարվա մեջ ես նիհարեցի 32 կիլո, ահավոր ձևի։ Կայ չէիր ուտում, թե ինչ-որ դիետաներ էր ահավոր չկերա, մենակ համ էի կանաչ թեյ։ Մի տարի, մի տարվա մեջ ճոկեցին, որ արդեն վատ եմ, իմացան, արդեն գնում է, բայց առհասարակ այդ պիրիոդը, որը ես ինքս իմ մեջ արդեն դրեցի, որ պիտի նիհարեմ, պիտի ես կարողանամ պարեմ բեմին, որտեղ դա կոմպլեքս է իմ մոտ, որտեղ ես աչքերս փակ եմ երգում, միշտ, այո, դա միշտ եղել է թատրոնում, իմ աչքերս փակ, Էռնա Յուզբաշյան մի օր ասեց, իսկական երգչուհին աչքերը փակ իր ներքնաշխարհով երգում է, տենց է միշտ լինում, մի օր ասեց, что это? Ինձ ասեց, что это? Գրիգոչ ասма, ես մտածեցի, դուք ասես, кто это? Ասма, չէ, ես հենց հարցնում եմ, что это? Էլի, այս սենց Այս ով է, այս մարդը էլի տեսակը, որը ու շատ ժամանակներ արդեն որ թատրոնի այդ վիճակը, որ սևամորթի ձեն ունի, արդեն այս բոլորը խոսում են այդ երկչու տեմբրից, բոլորը տենց խառնվել էին թատրոնում, նոր երկչուհի ա գալիս, բան սենց, դե երկիչների մեջ կան այդ ժամանակացիան, կոնկուրենցիաները, բանը, բայց չի հասկանում քնար, իմ համար մի հատ ուրիշ աշխարհ է ես մտել, որը իմը չէր։ Ես այդ աշխարհի մեջ չի ընկրկվում, որտեվ մի քիչ տարբերությունները շատ են։ Ես ունեի ոչ թե կոմպլեքսներ, այլ ունեի ես իմ ներքնաշխարհը, որը ես սիրում եմ այդ աշխարհը։ Ինձ համար ազատությունը գալիս է հենց իմ մեջիցս, ոչ թե ես պիտի նայեմ դու ոնց ես մտածում իմ մասին, տենց ազատ ապրեմ, ոչ։ Ես ապրում եմ իմ ներքուստ, իմ ազատության մեջ։ Ու հասկացա, որ Երևանում երգելը դա իմը չի։ Ես իմ Արցախի ձայնի մեջ տապակվում եմ, ինձ շատ լավ է այնտեղ, մերոնք են, ինձ առհասարակ հանգիստ է իրանց հետ, բայց ունեցանք շատ լավ տարիներ հենց պրոյեկտի հետ, որովհետև այսօր պրոյեկտը տվեց տեսար շատ լավագույն երգիչներ, որոնք այսօր Հայաստանում գրեթե եւ լավագույններն են ձայնային տվյալներով, թե գիտես Արցախի բնությունում ծնված երգիչները չգիտեմ դա օդից է, այդ բնությունից է, իրականում Աստված իրանց մի հատ ուրիշ ձայնային տեմբրով է, ուրիշ հնարավորություններով է շնորհել։ Մի քիչ սագլասն եմ այդ հարցով, քեզ հետ համամիտ եմ, որովհետև մենք որ գալիս ենք այնտեղից միշտ առանձնացնում էին մեզ, մենք չենք դա հասկանում։ Հիմա տարիների ընթացքում որ արդեն մեծանում ես, հասնում ես ամեն ինչին, դու հասկանում ես եւ իրականությունը այդ է եղել։ Ուղղակի դու այն ժամանակ որպես երեխա չես գիտակցել այդ ամենը։ Դու Ռազմիկ Ամյան, Վարդանը Բադալյան, իմ շատ սիրելի էլի։
էլի հիմա կարող են կանոններ նշել, բայց իսկապես ձեր ձայնի մեջ մի հատ ուրիշ ելևեջ կա, ուրիշ ազատություն կա, ուրիշ թռիչք կա, որը որ հենց Արցախի ձայներին է բնորոշ։ Հենց քո ասածն է, էլի, որ ասեցիր տարբերվում ենք։ Այո։ Որտեղ լսես կիմանաս դա Ռազն է եղել, դա Գայուշն է եղել, դա Վարդանն է եղել, նույնիսկ Պարույրը Գրիգորյան եղավ, Թամարը, նույնիսկ մեր այսօր ես բոլորի որ ցենց հիշեմ, այնքան շատ ենք իրականում, բայց այդ պերիոդը, այդ կյանքի մեր մի հատ ընթացքը, որը մենք բոլորս իրար հետ 6-7 տարի աշխատել ենք, բոլորս իրար հետ ամեն ինչով անցել ենք, ոնց դուք եք անցել ձեր տարիները Երգի պետական թատրոնում, ձեր խմբով, այդ շատ հետաքրքիր տարիներ ա, որոնք կյանքում նայ մնայուն են։ Իսկապես մնայուն են։ Մենք տենց չենք ընկերություն արել, գիտես, թատրոնում։ Մենք ձեր հետ տենց շատ չենք ընկերացել, բայց առհասարակ տարիների ընթացքում ես նորից եմ ասում, քեզ տեսնելով ես հասկանում եմ, ես կարոտել եմ այդ մարդկանց։ Ես կարոտել եմ այն հասարակ այն նույնիսկ այն ժամանակվա նույնիսկ այդ խանդը երգիչների մեջի կարոտել եմ, կուզենամ այդ խանդը ունենան։ Առողջ մթնոլորտն եմ ուզում հենց այս ասպարեզում, որը ցավոք սրտի այսօր Գիտես, ես այդ համերգներին եմ կարոտում, այդ մշակութային շնչին եմ կարոտում, այդ շունչը կորել է մեր քաղաքից մի տեսակ։ Կարոտում եմ, ես էլ շատ։ Վերջի շրջանում Instagram-ը այսպես ցնծած, երբ որ տեսանք մի տեսահոլովակ վիդեո, որտեղ որ քեզ ամուսնության առաջարկություն էին անում։ Այդ այնքան սիրուն էր արված, հետո ես իմացա, որ դու մերժել ես, մատանին վերադարձրել ես։ Երբ որ այդքան շքեղ ամեն ինչը բեմադրված է լինում, կա ներքուստ անհարմարության զգացում մերժելու։ Այդ պահին եղել է։ Այդ պահին, որովհետև հենց իջել եմ ինքնաթիռից, ես հասկացել եմ, այսքան մարդիկ ովքեր կանգնած են այդ ամեն ինչում, ես կարողա ուղղակի այդ մարդկանց սպասումները չարդարացնել։ Կան բաներ, որոնք ես կուզենայի այդ մտածելակերպը չունենայի, ու այդ րոպեին ես վերադառնայի ու այդ սխալ քայլը չանեի իմ կյանքի, բայց ես էլի տեղավորվա այն մեջ, որ կան մարդիկ, ում ես կարողա ցավացնել։ Դա կապված չի այդ մարդու հետ։ Ինձ հարազատ մարդկանց ես կարողա ցավացնել։ Դրա համար ես մի քիչ շատ երկար եմ մտածում, կուզենայի տես չմտածեի։ Կուզենայի հենց իմ կյանքի հետ կապված ես ինքս այդ րոպեին, որ տենց սիրտդ ոնց զգում ա, տենց անես, բայց գիտակցաբար չես կարողանում դա անես, որովհետև կան մարդիկ կյանքում չեմ կարա ես իրաց ցավացնեմ, կյանքում չեմ կարա այդ մարդկանց հիասթափացնեմ, դա իմ համար, բայց ես համարում եմ դա Աստված ինձ մի հատ մեծ փորձություն ա տվել իմ կյանքում, որ ես պիտի անցնեի, ստացվեց այնպես, ոնց այդպես էլ եղավ, ես չեմ կարա ասեմ վատ բան, այս կողմ նստեմ, բոլորին բացատրեմ, ինչի, ես այդ բացատրությունը չունեմ ոչ մեկին տալու, որովհետև դա հենց իմ անձնականն է, իսկ իմ անձնականը ես կյանքում չեմ ես սիրել դրա մասին խոսալ, ուղղակի դա ստացվեց այնպես, որ մարդը տենց ուզեցավ ամբողջ աշխարհին ցույց տա, որ սիրահարված է այդ աղջկա վրա ու իր մոտ տենց ձախողվեց այդ ամեն ինչը, բայց կուզենայի ավելի լուրջ ամեն տղամարդ վերաբերվի ամեն կնոջ։ Գիտես, որովհետև սովորաբար երբ որ մենք տեսնում ենք ֆիլմերում կամ հիմա Instagram-ը այնքան է ներխուժել մեր կյանք ու երբեմն մենք այդ ամենը ներկայացնում ենք եւ տեսնում ենք միայն գեղեցիկ կողմով ու ես միշտ մտածել եմ, որ այդ ամեն ինչը որ տենց սիրուն մատուցում են, Աստված իմ, ու միշտ դու մտածում ես, որ աղջիկը ասելու է այո։ Ուզում ես որ ասի այո, որովհետև այնքան ջանքատապվել այդ ամեն ինչը արվել է, չէ՞։ Ու ես միշտ մտածում եմ, որ հետո հասկացա, որ դու մերժել ես, մտածեցի Աստված իմ, բայց ուրեմն ինչ դժվար է եղել, որ տեսնում ես այդքան քեզ համար կազմակերպել են ու դու ինչ երեսը պիտի ասես, որ չեմ ուզում կներեք, ես պատրաստ չեմ, Այ լավն էր։ Գայ, իսկ եղել է, որ
ինքնամոռաց, ինքնաոչնչացման աստիճանի սիրահարվես։ Հա։ Այո։ Սիրել եմ կյանքումս մի անգամ։ Իսկ թվում է եւս նորից կկրկնեմ մի հատ լավ բարգազմա մարդիկ սիրարում են կյանքում մեկ անգամ։ Ես չեմ հավատում, որ լինում են երկրորդը, երրորդը, սիրահարվելու մասին է խոսքը, սիրելու մասին չի, սիրահարվելու մասին է խոսքը։ Մենք առասարակ շատ սիրառատ հայեր ենք, էլի, вообще սիրում ենք, սիրել բառը շատ ենք օգտագործում։ Ես միշտ մտածել եմ, որ սերը պիտի քո գործողություններով մարդուն ցույց տաս, այլ ոչ թե այդ բառը ամբողջ օրը կրկնենք, ասենք սիրում ենք։ Ես այդ մարդը չեմ ու կյանքում տենց է չեմ էլ մտածել, որ մեկ ասում են սերը աշխարհ է փրկում, չեմ հավատում այդպես բաների։ Ես հավատում եմ, որ ներքուս մարդու աշխարհը պիտի այդ օրը գա, այդ պահը գա, այդ ժամանակը գա, այդ եղել է իմ կյանքում այդ պահը։ Կյանքում չեմ պատկերացրել, չեմ ինձանից вообще չեմ պատկերացրել, որ ես կարողա սիրահարվեմ, տենց կարողա ինքնամոռաց, մի քիչ հիվանդագին։ Եսդ մո ուշացավոտ։ Այո։ Ու տենց չեմ կարա ժխտեմ, սիրելա ինքն էլ շատ ասիրել, չեմ կարա ասեմ։ Տենց չակետներով շատ չեմ բացվում, շատ ենք սիրել իրար։ Ուղղակի եղավ ամենամեծ դավաճանությունը իմ կյանքի։ Եվս կարող է եւ այդ դավաճանությունն այս բերել այդ սխալ քայլին, որը նույնիսկ այդ օրը ես պատրաստական տենց գնացի, չհասկացա ինչ կատարվեց ու դրա համար էլ մի րոպեում հասկացա, որ դա իմը չէ։ Գիտես, որովհետեւ մենք ցավից երբեմն ուզում ենք փախչենք այդ տարբերակով, մեզ թվում է, որ մենք այդ հարաբերություններից մեզ գցենք մեկ ուրիշ հարաբերություններ, այսինքն երբ որ մեզ շատ ցավեցրած են լինում, ինչ որ բան կարող է մեզ բուժի, հետո հասկանում ես, որ չէ։ Մինչև ինքդ քեզ չբուժես, ոչ մեկ քեզ չի կարող բուժել։ Մեկ ասում են ժամանակը բուժում է, հավատացեք ոչ։ Ժամանակն էլ չի բուժում։ Ուղղակի ինքնա սենց մի հատ տեղ փակում ես իրան, ժանգոտում է ինքը այնտեղ, մնում է այնտեղ այդ ժանգած իրավիճակում, բայց ինքը կյանքում չի մոռացում, այդ ցավը կյանքում չի կարա մոռացի։ Սուտ է։ Եթե մեկը ինձ ասի, այսօր Արցախի թեման փակվում է, չէ։ Էդի քո մեջ մնում է, այդ ցավը միշտ մնալու է մեր հետ, մինչև մեր կյանքի վերջի, ես ասում եմ, շունչը։ Նույնը եղավ իր հետ կապված, բայց ավելի ցավոտ դավաճանություն եղավ, որովհետև հենց հարազատ կողքի ընկերուհուդ հետ կապված դա եղավ, ու դա ես մի քիչ հիմա բոլորին գիտեք ոնց եմ ներել, որ այնքան ինձ համար իրանք չկան բառ կա, էլի չկան, այդ տենց են։ Ես շնորհակալ եմ եւս մի անգամ իրան, որ այդ փորձությունները ես անցնում եմ, ու ես կյանքի ամենադաժան ու ամենասիրուն պահերը զգացել եմ։ Եվ սիրունն եմ զգացել, եւ դաժանն եմ զգացել, եւ ցավն եմ զգացել, եւ հոգեբանորեն, եթե չլներ իմ կողքի, իմ ընկերը, իմ ամեն ինչ էս կյանքում, որ Աստված ինձ իրան շնորհել է, որպես նվեր, Արայքին Գաբաջան։ Եթե չլներ ինքը, ես թվում է ես մի քիչ այսօր հոգեբանորեն դժվար ծանր վիճակներում կլինեի, բայց Արուն կարողանում է Արոյի հետ կարողանում ես ամեն ինչից դուրս գալ, ամեն մի պահից, ամեն մի դժվարությունից Այս 11 տարվա մեջ իր հետ ապրելով սենց կողքի ես հասկացա, որ ինչքան կարողանում է ինձ հանում է ամեն ինչից ու փորձում է, որ այդ բանը պլանկեն մնա, էլի, որ չկարողանաս էլ դալշը քեզ ինքդ գցես, որովհետև զգացմունքային եմ ես ավելի ինքը գիտի դա, ես ամեն ինչը շատ ծանր ու հոգեբանորեն ծանր եմ տանում։ Գայ, երբ որ դավաճանությունը կրկնակի դավաճանություն է լինում։ Հասկացա դու ես ասել, դա շատ իսկապես դա շատ ցավոտ է, որովհետև դա անդառնալի ինչ որ սրտիդ մեջ հոգեվիճակիդ մեջ այնպիսի պատեր են փլվում, որ դրանք անվերադարձ են փլվում ու ոչինչ չի կարող դա վերականգնել, վերադարձնել։
այդ հիասթափությունը, որը ունենում ես, դա անցնում է ժամանակի ընթացքում բթանում է։ Ոչ, չկարա հիասթափությունը կյանքում անցնել։ Իսկ ներում ես քո ներսում։ Ես ով եմ որ ներեմ, ջանիկս։ Գիտես ինչ եմ ասում, նայ։ Մարդիկ կան, որ ասում են ես ներեցի ու իրանց բաց թողեցի, չէ՞, այդ Ես չեմ հավատում, ով տենց բան ասում է, ես կարամ իր դեմը կանգնեմ, դա ներքուս ուղակի խոսակցություն է։ Չես կարա ներես, տենց բանը չի ներվում։ Չես կարա հոգեբանորեն, հոգեպես, որպես մարդ, որը դու ծնվում ես, չի կարա այդ պահը ոնց ես բացատրեմ, ինքը գլոբալ, եթե sense խորանում ես, ինքը շատ կեղտոտ է։ Ու այդ կեղտը դու չես կարա պրոստը եւ մոռացության տաս եւ ներես, դա անհնար բան է։ գա իսկ դու ինչ մտածում էիր իրենց ասացիր։ Ես գիտես որ ես տար ու բար, որ ինձ նույնիսկ ներկայացրեցին դա արդեն ամիս անց ինձանից հետո ամիս անց իրանք ուրիշ քաղաքում նկարով ցույց տվեցին, ես նույնիսկ այդ րոպեին չեմ հավատացել։ Ես ասեցի չի կարա ինքը պես բան անի, ինքը շատ ինձ հարազատ ընկերուհի է եղել էլի, բայց արի ու տես որ կարողացավ։ Կան տենց մարդիկ, որոնք հոգեբանորեն էդ են իրանք չեն կարա ուրիշ ձև լինեն, իրանց կյանքում կարող է այսօր նորից ասում եմ, զղջում է, մարդիկ կան գալիս են ասում են զղջում է, այդ արդեն դա երկրորդական ու երրորդական բաներ են, որը մեր կյանքում ոնց քեզ ասեմ ինքը հետադարձ ճանապարհ չունի մեկ, երկրորդն էլ իրանց պիտի ների ինքը էլի որովհետև իրանք են սխալ գործել իր հանդեպ, այլ ոչ միայն իմ հանդեպ, որովհետև ես իր մարդն եմ։ Ես դրա համար միշտ մեկ-մեկ ինձ ասում են, խորապես մտածում եմ, քեզ էլ եմ նույնը ասում, ինչ կդնես քո մտքի մեջ, ինչ քո կյանքում սկսած քո անձնականից, քո կարիերայից, քո նույնիսկ երեխայիդ հետ կապված ինչ որ մի հատ sense բան մտածում ես, թող միանակ իրան։ Որոշումը կամքը Ամեն ինչ ընկնում է իր տեղը, հավատացեք ժողովուրդ ջան։ Ես իմ ցանկությունս մի հատ բան եմ դրել իրան, եթե ինքը դա արեց, ես ինձ թվում է, ես իմ սաղ ամբողջ կյանքում ինչը կցանկանա ինձ էլի տա որպես դժվարություններ, ես այդ սաղ դժվարությունները էլի կանցնեմ, մի 5 անգամ ավել էլ կանցնեմ, թող տենց լինի, բայց այն ինչը ես իրան ցանկացել եմ իրան մի անգամ, թող ինքը դա ոչ չի կյանքում մի անգամ անի։ Դա մայրանալն է գայ։ Ոչ, վերադառնալ իմ հայրենիք։ Իմ տուն։ Մայրանալը, ասեմ քեզ ջանիկ, քնար դու գիտես դա շատ այսօր այս պահին հեշտ է դարել ամբողջությամբ այսօր բոլոր հնարավոր տարբերակները կան։ Առանց եւ ամուսնանալ էլ ամեն ինչ էլ այդ ես ունեմ 12 հատ պլիմյանիկ։ Ես այնքան հարուստ եմ իրանցով ու բոլորի համար ես գագան եմ։ Ես այնքան իրանցով տարված եմ, նույնիսկ այն որ իրանք մեր Հայաստանում չեն ապրում, բայց ես իրանցով այնքան ապրում եմ, ես այդ պակասությունը մի քիչ շատ դժվար եմ զգում, կարող է եւս դրա համար մեկ-մեկ ասում են, բայց որ քոնդ ունենաս ու բոլորը միշտ չէ այսօր Մաշան Մատվեևան ասում է այսքան երեխա որ այդքան սիրում են քեզ, որտեղ հենց որ բեմի մեն լինում, մեկ էլ է, ասում մաման կապարտեզ եկավ, սաղը ինչ որ ոտերից բան, սենց մարդիկ կան գալիս են երեխա, քեզ պաճ-պոճում են, սենց Մաշան ասում է, սենց երեխաները սիրեն մի մարդ ինքը իր ուզուտ երեխան չի ունենա։ Ես նորից էդի թողել եմ իրան, որովհետև որ ժամանակը գա, ինքը ինձ դա տալու է։ Ուրեմն իմ կյանքում ինքը տվել է այս ճանապարհը անցնելու։ Արայիկի Գաբաջան ընկերությունը ինչպես է սկսվել։ Ուրեմն երգում եմ Հայաստանի ձայնում։ Հայաստանի ձայնի այն փուլերն է, որ արդեն գալիս է գալահամերները, գալահամերների ժամանակ սենց կողնոց եմ ու սպասում եմ, որ հեսա մազերս պիտի սարքեն, որ արդեն ուղիղ եթեր է, որտեվ վերջի հենց ելույթն է մեր, այդ օրը որոշվում էր ով է հաղթելու։ Մեկ էլ մի հատ ավտոյի, սենց մի հատ թմբլ, չա, որ իր այս պինգվինը նկարած կասծմով մտնում է, սենց արեցի, սովա, սենց բանը, դոսյան մեր մազերը սարքող, դե իրանք բոլոր ընկերներ են, Սետրակը Ղամբարյան ինքը, սաղ սենց իրան կանգնած, ասեցին այսօր իրանք են քեզանով զբաղվում։
Սենց կանգնեցի, ասեցի ո՞ր թե իրանքին ինձանոց զբաղվում, հա, ուտեղ արդեն արտահայտություններ, բա ուրեմն սրա համար էսա ասել, եկել են, էսա ինքնահաղթում, բան սա, սենց թեմաներ էր գնում, դե գիտես այդ մանը խոհանոցը մրցույթների։ Աշում ինձ տարան դրեցին մի հատ ուրիշ կոմնատայում, սետրակը սկսեց մազերը սարքել, Արոն հանեց այդ մեծ բանը դրեց գլխիս, այն զարդը, սենց իրանց եմ նայում ու չեմ հասկանում։ Իրավ չեմ հասկացել ինչ էր կատարվում, ինչի իրանք եկան, այդքան աշխատեցին վրես։ Ու այդ պերիոդ ես գնում եմ արդեն երգում եմ կռունկը։ Հենց կռունկը երգելուց ես իջնելուց ու լսում եմ, որ ինքը էկրանով ինչ որ կադրային բան է նկատել ու սենց շատ վատ արտահայտություն անում, չեմ կարող այդ եթերային չի որ ասեմ, սենց վատ արտահայտություն անում, ով այս աղջկա ունքերը դրանց նման ու սենց հիասթափված իրանից, որ ինքը տենց բառը օգտագործելու մասին գնացի, ջղայնացած, որ սենց դե գիտես, որ ես Ղարաբաղց եմ, ունքերս գիտում ասո։ Ասած մեր լեզվով ջղայնանում ասո, սաղմող փլուզվում։ Աղջիկ, խալիս նստում ենք Պրծավ, սաղ ամեն ինչը պրծել է, այս ամեն ինչով, անցնում է տարիներ, ես հիասթափված Հայաստանի ձայնից, որոշում եմ այլևս առասարակ չերգեմ, որ իմ մոտ ստրեսա բան սենց էլիս վիճակները, հելնում ենք Ամերիկա, Համերգին Արտո Թունգբոյաջյանի հետ, Համերգից հետո վերադառնում եմ, որոշում եմ զանգեմ տուն, ասեմ, այլևս մի սպասեք ինձ։ Մնում եմ Հայաստանում, ուզում եմ երգեմ։ Հա, սենց մնում եմ սենց երգելու մեր հարազատների ռեստորանում երգելուց բան պապայի զանգում են սենց արդեն ընկեր խոսում են որ տաղանդավոր է ափսոս է երեխեն մի բան արեք թող երեխեն մնա Հայաստանում շատ դժվարությամբ է մնացել 2014 թվականից առասարակ արդեն տեղափոխվել եմ Հայաստան հա 15 թվին ծանոթանում եմ ռեստորանում մի հատ ուրիշ, արդեն Արայիկի հետ, որպես Արայիկին բերում են, արդեն ոչ ինչ ծանոթություն, արդեն որպես դիզայներ ծանոթություն, ես այդ ժամանակ չգիտեի ինքը ով է։ Իրան որ բերեն դիզայներ, որ մեզ հագցնի այնտեղ, ես է որ իմը դրեցի, որ ջղայնացած եմ այն ժամանակից հիշում եմ այդ բառը, որ ինքը ինձ օգտագործել է, հա, վիրավորել է։ Ինքը որ գա, ես տեղ չեմ աշխատելու, ասես բաներ էի ասում, ինչ որ sense բան։ Արայիկը եկավ ու հենց երկրորդ օրվանից քնարդու չես պատկերացնում ինչ որ սենց մի բան անցավ մեկ չասեցինք կյանքում արի աշխատենք իրար հետ մեր հետ չեղավ խոսակցություն որ դու լավ երգչու ես արի աշխատենք մեկ չեղավ մի բան որ ես ու դու ոնց է հիմա խոսում եք դու գաս ասես գայ ջան դե դու սենց արի սենց նստենք խոսանք ես որպես պրոդյուսեր ես այդ բառերը այն ժամանակ ոչ չի հասկանում դա ինչա չկար խոսակցություն։ Ինքը ուղղակի սկսեց ինձ ձևափոխել արդեն։ Այն ինչը դու ինձ տեսար Հայաստանի ձայնում, այն արդեն այն գայանա, որը ինքն էր իրան կերտում, որպես երգչուհի, որպես այդ նիհարելը արդեն որ նիհարեցի, արդեն որոշեցի, որ ես սիրուն ոտեր ունեմ, ինչի չէ, կարելի է ինքը կարճակնի։ Ու բոյաս ինքս այդ ամեն ինչը, որ ինքս թույլ տվավ արդեն ես գնահատել, որոշեցի այդ ամեն ինչը, բայց Արայիկի հետ արդեն անցանք այն լուրջ այն իրավիճակին, որ ինքը կարողացավ տեսնի ինձ ամեն ձևի, որը ես չէի կարա ինձ տենց տեսնեի։ Ես կարողա եւ տարիների ընթացքում ինչեւ առ այսօր չեմ էլ հասկանում ինքը ինձ ոնց է տեսնում, որտեղ մեկ-մեկ սենց եմ լինում, ասում եմ անսպասելիություն։ Ձետ կա լուրջ սենց էս պատկերացում, բայց արդեն որ գնում եմ, մասնակցում եմ, գալիս եմ, այդ շորը հագել եմ, այդ մազը դրել եմ, ես գալիս եմ ու հասկանում եմ, որ ինքը ինչքան ճիշտ է մտածել, ինչեւ որ մենք այդքանը սա հասկացել ենք։ Ու առասարակ դարավ լավ ընկերություն Լավ ընկերությունը եղավ շատ հոգեբանորեն լավ ընկերություն, որով եթե մինչև առ այսօր թող Աստված ինձների կարող է շատ բան իր հետ չեմ կիսվում, ինչքան ես կիսվում եմ Արայիկի։ 2018 թվականին մայիսի 10-ին կանգնել եմ Գանձասարում, ինք եղել է իմ քավը։ Քանի որ խոսեցին քո մտերմագույն ընկերոջից Արայիկից Գաբաջյան, ես էլ իրեն շատ սիրում ու գնահատում եմ։ Ես ուզում եմ ընկերության հետ կապված մեր սիրելի գործընկեր Ամիոբանկը քեզ համար պատրաստել է 3 բլից հարց։ Ընկերության մասին։ Ընկերը պիտի լինի ուրախ թե տխուր պահերին քո կողքին։ Առաջինը տխուր, հետո ուրախ։
Ինչն է, որ ընկերոջդ երբեք չես ների։ Դավաճանություն։ 3 կարևոր հատկանիշ, որ պարտադիր պիտի ունենա քո մտերմագույն ընկերը։ Կողքից լինել, եւս մեկ անգամ կողքից լինել։ Թիմով ուզում ենք քեզ նվիրել Փայլուն ընկեր օգնականի խոսքը Ամիոբանկի Visa Platinum քարտի մասին է։ Ուրեմն, երբ որ դու ունենում ես Ամիոբանկի Visa Platinum քարտը, դու էլ չես սպասում հերթերի օդանավակայանում այդ գրանցման հերթերին։ Միանգամից անցնում ես, ճամպրուկներդ անվճար փաթեթավորում են։ Կարող ես 30% զեղչով դրսում Եվրոպայում կամ ցանկացած երկրում ավտոմեքենա վարձակալել, եթե դու ունես այս ընկեր օգնականի, որը ես սիրով հանձնում եմ քեզ։ Չէ, պատկերացրել որ կանչելուս լենզ նվերներ ես տալու։ Աստված ինչ լավ է, հաճելի է, շուշտ եմ գալու ձեր մոտ։ Սիրով սպասում ենք։ Այո, գանք։ Բայց ինչքան էլ կողքին մարդիկ լինեն, մենք պիտի գտնենք մեզ բուժելու ձև։ Օրինակ, դա ինձ համար երբեմն ներկայացում խաղալն է, որտեղ ես կարողանում եմ այդ նույն այդ արցունքների միջոցով եւ այլն կարողանում եմ լիցքաթափվել, բուժել ինքս ինձ։ Դա երբեմն շատ զբաղված լինելն է, բանալին։ Այ կամ լինում է օրեր, որ ես ուղակի վերմակիտակից չեմ ուզում դուրս գամ, ուզում եմ քնեմ, մինչև այդ օրերը կանցնեն ու ես ուրիշ քնարիք մի օր կարթնանա։ Քեզ մոտ ինչպես է լինում։ Ես կասեի, որ իմ բախտը այդ առումով բերել է, որ ես ամեն օր աշխատանքի եմ։ Ես եթե նույնիսկ ինձ չգնայի աշխատանքի, կարող է եւ ես ավելի վատ լինեի, որովհետեւ ես 2 օր փորձեցի դրանից հետո տունը մնամ, որովհետեւ շատերի հետ չի ուզում խոսայի, նույնիսկ ասեմ քեզ պատերազմի ժամանակ էլ տենց եղավ, ես 2-3-4 ամիս չեմ աշխատել, զուտ ոչ թե դա պետք էր տենց անել, այլ զուտ ինքս ես չէի կարա միկրոֆոնը վերցնել երգել ու հենց միկրոֆոնը վերցրեցի երգելու առաջինը եղավ հենց Այայի երկիրը ու ես հիշում եմ ընկերուց իմ դեմս կանգնած մեր ռեստորանում ու ես առաջի անգամ պատերազմից հետո ես կյանքում չեմ լացել, արցունքներ չեմ ունեցել ամբողջ պատերազմի ժամանակ։ Ես մոռացա, որ ես երգում եմ։ Ես ուղղակի միկրոֆոնը գցեցի ու դուրս եկա բեմից։ Ու հասկացա չեմ կարա երգեմ, չի դառնում, չեմ կարա այդ երգը երգեմ։ Բայց հետո ուշ գտա մեջս ու հասկացա ինչու։ Ես միշտ պիտի հիշացնեմ, որ այդ երկիրը կա։ Ոչ թե ինքը ֆիզիկապես կարող է չկա մեր մոտ հիմա, բայց մեր հոգում է, էլի։ Նույնը արեցի այդ ժամանակ։ Սկսեցի երգել, սկսեցի շատ աշխատել, սկսեցի օրս լի դարձնել աշխատանքով, զբաղվածություններով, թե սպորտով, թե այս ամեն ես իմ օրս ցանկացա մի փոքր սենց փոխեմ։ Ուղղակի դու էլ ինձ կհասկանաս, որովհետև մի քիչ այդ ժամերը միտեղ կոտրվում ես, միտեղ նորից արթնանում ես, միտեղ ուզում ես ասած քեզ վերմակի տակ գալիս է տուն, արդեն մենակ ես տունը, մարդ չկա մեկի հետ, որ կարող է խոսած ինչ անես, դու վերմակի տակ ինքդ քեզ քո մտածում ես, լացում ես, հիշում ես, հետո հասկանում ես, ինչու սա քո հետ պիտի լիներ։ Ինչ եմ արել սխալ իմ կյանքում, որ թույլ եմ տվել սենց իմ հետ վերաբերվեն։ Եթե միտեղ ինչ որ ես սխալ եմ գործել, օրինակն եմ ասում։ Բայց նորից եմ ասում, սա մեզ համար տրամպլին է քեզ հաղթահարելու, ապրելու։ Եթե չլինեն մեր սխալները, երբեք մենք չենք կարա սենց ապրենք, մենք չենք հասնի ամեն ինչ ունենք այսօր դու այսօր, որտեվ դա մեզ ուժ է տվել, որ մենք սենց ուժեղ կանայք լինենք, որտեվ եկեք բոլորս ճիշտ ասենք, այսօր Հայաստանում կանայք ավելի սենց են դարձել։ Այո։ Դե արցախցի կանանց մասին էլ չեմ կարող ասեմ, որովհետև իրականում հոգեպես մեզ տենց է դաստիարակել են։ Մի փոքր սենց դրվագ պատմեմ, որ մեզ բանում սովորացնում էին, նկողներում սովորացնում էին, որ ինքնաթիռները վերտալյոտները մտան քաղաք, դուք բոլորը եթե ցածր են, իրան գալիս, պարկեք ու սկսում եք շուշուտ ֆրֆռալ, որովհետև կրակելու ժամանակ եթե ասկոլկաները մարդես գլխից չկպնի, տեղում մահանաս։ Այդ բոլորս տենց ասեմ 6-7 տարեկան երեխաներ էինք։ Ուրեմն մեզ թողեցի նկողից դուրս գանք մի 10 րոպեով, մենք որ գնանք, մենք հիշեցինք, որ մեր կողքի մանկապարտեզում կար գիլասի ծառ։ Մենք այդ գիլասի համար, որ երեխաները այդ գիլասը չենք տեսնում 2 տարի նկողներում ապրելով, որոշեցի գնանք քաղենք։ Քաղելուց 13 երեխա
նկուղից դուրս ենք եկել, քաղելու ժամանակ վերտալյոտը մտավ քաղաք։ Ու մեր շենքի ժամանակ գալիս է ու բոլորս վազելով ու բոլորը անխտիր, մեկը մամա, մեկը պապա, մեկը էս մեկը բոլորը գոռալով գայկանք, եկանք, բակի դեմը սա, պարկ ամպոլերին բոլորը սկսեցին ֆռալ, սենց կանգնացեմ, քուրս, հարազատ քուրս, մեծ, ինձ այս մի տարով է, մեծ սենց գոռում այն վրա։ Գայա, պարկի պոլին, Գայա, պարկի պապային ասելու եմ, ու իմ արտահայտությունս, որ մերն ենք, պապային ոնց ես ասելու։ Իմ համար նայի, ասում ես ուժը որտեղից, ուժը այդտեղից, որ դաստիարակվել ենք այդպես։ 7-8 տարեկանում սովորացրել են ավտոմատները ոնց հավաքել բան անել, բացել իրանց ամեն ինչը նորից հավաքել։ Այնքան բան կարամ սենց հիշեմ, իրականում գիտես ինչ, էդի նորից եմ ասում, էդի ուժը, որը մենք անցել ենք։ Ինչն է այսօր ինձ որ պիտի մի հատ սենց զգացմունքը մեր սրտում, որ ես դա չհաղթահարեմ, ես ինձ համարում եմ հաղթահարած կին, որովհետև շնորհակալ եմ Աստծուն, որ այդ սերը տվել է ինձ, ես դա զգացել եմ, ես իրանից դա շնորհակալ եմ, ես նույնիսկ այդ երիտասարդից շնորհակալ եմ, որ ես կարողացել եմ սիրեմ, էդ էլ է լավ բան, պետք է շնորհակալ լինենք իրանց, որ սեր հասկացողությունը մենք հասկացել ենք, բայց կան բաներ, որոնք իրականում իրանք են մեզ դարձնում այն, ինչը այսօր ես ու դու ենք։ Ինչ որ միտեղից հաստատ լսած կլինես Վիտալ Սոլարի մասին։ Ծանոթ եք ես անունը։ Ծանոթ անունը, բայց իր պրոդուկտը չգիտեմ ինքը ինչ է։ Պրոդուկտը արևային կայաններ է Վիտալ Սոլարը տեղադրում, այո։ Եվ հիմա իրենք վերաբրենդավորվում են եւ նոր տեսք են ստանում, ես կուզեմ որպեսզի մեր հեռուստադիտող եւ դու տեսնես, ինձ շատ է դուր եկել այս վերաբրենդավորման տարբերակը եւ ասեմ, որ իրենք նոր պրոդուկտներով եւ նոր ասելիքով եւ ամեն անգամ նոր մտահղացումներով են հանդես գալիս, նվերներով, իրենք շատ առատաձեռն են, իրենց տարբեր ակցիաներով եւ մեր սիրելի գործընկերն են ու միշտ մեր կողքին են, ինչպես Արայի Գաբաջյանը քո կողքին է երկար տարիներ։ Ես շատ ուրախ եմ, որ տենց շատ լավ ընկերներ ունեք ու հաստատ եթե տենց լավ առաջարկներ ու նվերներ ու եթե ինքը ամենալավ պրոդուկտներից մեկն է Հայաստանում, թող բազմանան, բրենդավորվեն ու շատ անեն։ Գայ մեր մեծանուն արտիստներից մեկը ասել է, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր ճակատագիրը քանդակում, ու ասում է, երբ որ քանդակը ավարտվում է, այդ անձնավորությունն էլ չկա։ Քո կարծիքով ում արտահայտությունը կլինի։ Շատ սիրուն արտահայտություն է, ռեալության հետ կապ ունեցող, կասեի։ Կարծում եմ, եթե մեր բաժակների վրա գրած է Ֆրունզիկ, տաղանդավոր դերասան, մեծագույն դերասան Ֆրունզիկ Մկրտչյան։ Ես պատկերացնում եմ դու ինչ ֆանատ ես իրան։ Այո, եւ առավել եւս որ իր անվան թատրոնում եմ խաղում, ապրում երկար տարիներ։ Ասեմ ինքը տալիս է շատ տաղանդավոր։ Շատ տաղանդավոր դերասան է։ Ինքը անզուգական արտիստ է, որը մեզ միշտ ոգեշնչելու, մոտիվացնելու, այսինքն մենք խմում ենք Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի կողմից պատրաստված սիրովլի Ֆրունզիկ։ Շատ շնորհակալ ենք։ Շատ համով է։ Գինո սիրահար եմ, ասեմ իմանաց, շատ։ Ես էլ եմ շատ սիրում, մենք Կարմիրի հիմա վայելեցինք միասին, իսկ սպիտակը կտանես քեզ հետ։ Վաու։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Մի սրտով։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ Սկզբունքներս շատ են, բայց միակ բանը, որ չեմ դավաճանի, դա հայրենասեր լինելս է։ Ինչն է, որ երբեք չես ների։ Դավաճանություն։ Մարդկային մեծագույն արժեքը քեզ համար։ Մարդ լինելը։ Ինչն ես ամենից շատ կարոտում։ Հայրենիքս, Արցախը, Ստեփանակերտս, տունս, ազատամարտիկների 34 կվարտիրը 6-ը։ Կարոտում եմ, ահա որ կարոտում։ Աստծուն որ հանդիպես ինչ կասես։ Կասեմ շնորհակալ եմ իմ կյանքի համար, որովհետև տվել ես մի տաղանդ, որը ինձ բերել է այն բարձունքներին, որին ես չեմ էլ երազել։ Բայց մի բան կասեմ իրան, կուզենայի հիմա չբերեիր քո մոտ, այնքան կարողանայի վայելի հայրենիքս, որ իմ երեխայի ամուսնությունը տեսնեի իմ հարազատ հայրենիքում։
Ես ուզում եմ, որ մենք հիմա այս տանիքին շատ բարձր գորանք իրար հետ, որովհետև ես վստահ եմ, կան են էմոցիաները, որոնք որ հաճախ խեղդում են մեզ, ես ուզում եմ, որ թողնենք այս տանիքում, տանք երկնքին, ու ես վերջում քեզ շատ ամուր գրկեմ։ Ես է քեզ հետ գոռում եք։ Հաղորդման գործընկերներն են Ital Solar-ը, Amio Bank-ը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը, Սրտի տանիքներով, Musa Production։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին։